Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն է, սրվա ծրագիրն է։ Մեր մտերին ուղին շարունակություն ունեցող պայքարը, Արմենակ Աբրահամյան, տարածաշրջանային կայունության ճամփան, Արցախահարցավ հանձնաժողովի Աշոտ Հարությունյանը։ Ադրբեջանի կողմից կեղծ պատմական թեզերի առաջ քաշումը պիտի արժանանա միջազգային գնահատականի, իսպանախոս երկրների մտավորական են հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին Արտուր Ղուկասյան։ Կենսական անհրաժեշտությունը հրամայական է մեր ժողովրդին ետեռնալ է Արցախ, քարերը պիտի աղոթի, Նարեկ arczepiskopos Ալեմեզյան։ Եվս մեհետ քրեական գործ ցեղասպանություն բառի համար թորք լարագրող Թուղչե Յիլմազը դատվում է քրեական օրենս գրքի 301-րդ հոդվածավը Վրաստանախորհրդանի մշակույթի հանձնաժողովի նախագահային պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին, հայոց ազգագրության թանգարանին գորգերին ընտրանին ընթերցողների սեղանին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին երրորդ գումարման 4-րդ նստաշրջանին վաղտը ելույթ ունեցավ ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը։ Արմենակ Աբրահամյանը հպարտությունով հիշել է իրան տասնամյակների նվիրվածությունը հայրենի գործին անդրադառնալով հատկապես Վրեժ Աբրահամյանի օրինակին վեր 89 տարեկանում էլ շարունակում է իրան առաքելությունը։ Պարոն Վրեժ Աբրահամյանը մեր ժողովրդի կողմից երրորդ դönումն է արժանացալ պատգամավորների մանդատին ներկայացնելի ազատամարտիկների ու ռազմիկներին իրավունքներն, մասնակցել 1994 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Մարտակերտաշրջանում քեցող գործողություններին ու շարունակալ իրան աջակցությունը ազատագրական շարժման նաև հետագա տարիներին, նշել է Արմենակ Աբրահամյանը։ Այդ վղծվանից սկսած ինքը հպարտությունով ակրալ Արևմտյան Հայաստանը դրոշը սա հայրենասիրական արարողությունների վաղտը Արմենակ Աբրահամյանը ընդգծալ ավերտի մարդիկ մեր ազգիսյուններն են ու պիտի արժանի գնահատականի արժանանան։ Մեր պայքարը շարունակվում է, մենք պարտավոր ենք պաշտպանենք մեր մշակույթը, մեր ռազմիկների իրավունքներն ու մեր հայրենիքի արժանապատվությունը, եզրափակալ է Արմենակ Աբրահամյանը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստում ազգային ժողով պատգամավոր Արցախահարցերի հանձնաժողովի ղեկավար Աշոտ Հարությունյանը ներկայացրել է հանձնաժողովին արած աշխատանքով առաջիկա նախաձեռնությունները։ Նշալավոր հիմնականում ուշադրությունը դարձվում է բնիկայության գաղափարի առաջխաղացմանը, վերին արդյունքներն արդեն տեսանելին այլ կազմակերպություններում եւս սկսում են կիրառել նման խոսույթ։ Աշոտ Հարությունյանը ներկայացրել է նաև երկշարժիչ երկաթուղու նախագիծը Հայաստանը տարածքով Պարսից ծոց տանող երկթուղու կառուցման մասին։ Ըստ իրան նախագիծը ունի տնտեսական ու ռազմավարական նշանակություն ու կարող է կանխել հնարավոր սադրանքներ Ադրբեջանի կողմից։ Իվիլցրալ ավեր գործնանում ներգրավել հունցը հայ ներդրողներին ել օտար երկրյա կապիտալ, իսկ ծրագրի որոշ մանրամասներ գաղտնի են անվտանգության նկատառումները։ Վերջում Հարությունյանը վերահաստատել է հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելի համագործակցությունը միջազգային գործընկերների ու Արևմտյան Հայաստանի ղեկավարության հետ ի պաշտպանություն Արցախի։ Ադրբեջանում կայացած միջազգային սիմպոզիումին վաղտը նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պիտի հարգի ադրբեջանցիների իրենց բնիկ հողեր ետեռնալի իրավունքը իբր խաղաղության ու հաշտեցման նպատակով։ Անդրադարձալ Արևմտյան ադրբեջանցիների բռնի տեղահանության ու մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Բացական հայտ է Ալիևին այս հայտարարությունն հակասում է իրականությանը 2020-23 թվականներին Ադրբեջանը Արցախում իրականացրել է ռազմական հանցագործություններ 120,000 հայերի բռնի տեղահանում, պատմական ներկայության ոչնչացում ու էթնիկ զտում։ Արևմտյան Ադրբեջան եզրույթն էլ Ադրբեջանի իշխանությունների կողմից հորինված քաղաքական տերմինը պատմական հիմք չունեցող 2023-ի հոկտեմբերին Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի գործողություններն որակալա որպես էթնիկ զտումն է, իսկ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը դրանք ռասայական խտրականության օրինակ։ Բաքուն ոչնչացնում է հայկական եկեղեցիներն, հուշարձաններն ու գերեզմանոցները, պետական հովանավորչությամբ ու փորձում է հայկական մշակութային ժառանգությունը վերագրել այլ էթնիկ խմբերի։ Արցախափախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում այս կեղծ թեզերի տարածումը ու կոչանում միջազգային կառույցներին դատապարտել Ադրբեջանին պաշտպանել բռնի տեղահանված հայ ժողովրդի իրավունքներն ու կանխալ մշակութային ցեղասպանությունը։ 2023 թվականի փետրվարի 18-ին կյանքից հեռացալ է իսպանաբնակ լրագրող, թարգմանիչ ու հրապարակախոս Արտուր Ղուկասյանը։ Իրան լրագրական ու գրական ժառանգությունը կարևոր ներդրում է հայ մշակույթում։ 2015-ին իրան նախաձեռնությունով իսպանախոս մամուլում հրատարակվել է մի քանի մտավորականների կարծիքներ հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին։ Դրանք ընդգրկում են Լատինական Ամերիկայի ու Իսպանիայի գրողներ, պատմաբաններ ու իրավաբաններ, վերդատապարտում են Օսմանյան Թուրքիայի կատարած ոճիրը կոչնելով համընդհանուր ճանաչման ու արդարության հաստատմանը։ Օրերը Պրահայում զրուցել մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ Սրբազան Նարեկ arczepiskopos Ալեմեզյանի հետ վերջերս մասնակցել է Բեռնում անցկացված եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված Արցախահոգևոր ու մշակութային ժառանգություն նվիրված միջազգային գիտաժողովին։ Նշալավերի 6 միլիոն հավատացյալ ունեցող կառույց կարևորալ Արցախահարցը շեշտելով հայկական հուշարձանների ոչ միայն պատմական, այլև հոգևոր արժեքը։ Քայլը պիտի շնչին ու աղոթին, դա հնարավոր է մենակ արցախահայության ետեռնալավը, ընդգծալ Սրբազանը։ Ինքը նաև խոսել է ԵՀԽ-ի
ազդեցության ու կարևոր առաքելության մասին որպես հոգևոր, բայց նաև քաղաքական հարթակում գործող կառույց վեր կարի ազդե պետությունների կարծիքին Իրան։ Սրբազանը քննադատալ նաև հայության անտարբերությունը, հուսալքությունը շեշտելավեր մունք ինքներս պիտի նախաձեռնություն վերցնենք։ Արցախահարցավ Սուսանել է դավաճանությունը, պիտի պահանջատեր մնալ, անգամ եթե աշխարհաքաղաքական իրողություններն բարենպաստ չեն, ասել ինքը։ Վերջում կարևորալ է հայկական ինքնության պահպանումը, նշել է Վերսորհայ ինել իմբռնումը, մթագնալա ու հայության շարունակականությունը պահանջում է ակտիվ մասնակցություն եկեղեցական ու ազգային կյանքին։ Հակոբ Հասատրյան։ Թորք լրագրող Թուղջե Յիլմազին դեմ հարուցված գործը արդեն մտալ է դատական փուլ։ Հիշեցնենք վերինքա անցյալ շաբթին Կոստանդնուպոլից ձերբակալված Ալեր Հարիդեմ իրականացված ցեղասպանության մասին տրված հարցազրույցին Դարդան։ Իրա մեղադրումը Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով թորք ազգին վիրավորելի հիմքավը հարցաքննության ընթացքում պարզվալավեր գործի հիմքում 2024 թվականի ապրիլի 24-ին հրատարակված Իրան հոդվածն է, պատմում թուրքահայ ջահիլնեն հայրույնը տրնված սուկ, որտեղ օգտագործվել է ցեղասպանություն տերմինը։ Թուղջե Յիլմազը հայտնալավեր գործի մասին նախապես տեղեկացված չի ելել, ցուցմունքից հետո ինքը ազատապեց թողնվել։ Փաստաբան նշալավեր Թուղջե Յիլմազին կալանքելալա անօրինական, իսկ գործի ընթացակարգը խախտալա մարդու իրավունքներն, շեշտալավեր ՄԻԵԴ նախադեպերն ու Թուրքիայի ներպետական որոշումներն հաստատում են ցեղասպանություն տերմինի օգտագործումը կարել չի համարվի հանցանք։ Թուղջե Յիլմազը ընդգծալավեր որպես լրագրող պարզապես ըրալա Իրան մասնագիտական պարտքը, անդրադառնալա պատմական ճշմարտությանը, հայ ժողովրդի հիշողությանը, դատապարտալա լրագրողների հանդեպ ճնշումներն ու կոչա ըրալ չհամակերպվել կամայական կալանքների հետ։ Վրաստանը խորհրդանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գեորգի Գաբունյան գլխավորած պատվիրակությունը ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբանին ուղեկցությունով հունիսի 15-ից հալած Ձեռնարկաբերդ հուշահամալիր։ Հյուրերի ծաղիկներին տիրել Հարիդեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակին կողքին հարգալն սուրբ նահատակներին հիշատակը։ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի քյոմեգնելավը ներկայացվալա հայոց ազգագրության թանգանի գորգերի ընտրանի գիրքը վերեն ներառում է 17-ից 19-րդ դարերով թվագրվող ավելի քան 120 տեսակի գորգեր։ Շնորհանդեսին վաղտը ելույթ ունեցողներն ընդգծալն գորգագործության դերը հայկական մշակութային ինքնության մեջին։ Գորգերի ներկայացնումն Արցախ, Սյունիքի, Վասպուրականի ու այլ հայաշատ կենտրոններին ավանդույթն են։ Գեղարդ հիմնադրամի ներկայացուցիչ Գոր Մարգարյանը ընդգծալ նմանախագծերը պայքար են մեր ժառանգության յուրացման դեմ։ Փոխնախագահ Պավել Ավետիսյանը ասալավեր գորգագործությունը ազգային ինքնության առանցքներից է։ Հավաքածուի համահեղինակներ Կարեն Փահլևանյանը, Աշխունջ ու Սվետլանա Պողոսյանն են ներկայացրել գիրքը որպես գիտական մշակութային կարևոր հարթակ, իսկ ԵՊ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը կարևորալ է համագործակցությունը հայագիտության ոլորտում։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան պատրաստալ, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։